հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ընդդիմության համախմբման պրոցեսի մասին հայտարարում է, ընդունելով, որ դա նախընտրական շրջանում չանելը սխալ էր։ Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի եւ ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Սամվել Կարապետյանն առաջարկում է ստեղծել համակարգող խորհուրդ, շփվել ուղիղ եթերում, քննարկումներ անցկացնել, խնդիրները բացահայտել ու որոշել, թե ինչ քայլերով է պետք առաջ շարժվել։ Հաղթանակը մոտ է, դրա համար պետք է մենք անենք ճիշտ քայլեր։ Ես առաջարկում եմ դիմենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը, Եվրոպայի շատ պետությունների, կարևոր պետությունների ղեկավարներին, Ռուսաստանի ղեկավարին, Չինաստանի ղեկավարին, դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարների, որպեսզի իրենք լսեն մեր մտահոգությունները։ Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանի, ինչպես նաև երկրորդ նախագահի Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանն ու Միասնության թևերկուսակցությունը վաղը սահմանադրական դատարան բողոքներ կներկայացնեն։ Նրանք համարում են, որ ընտրություններն անցել են խայտառակ խախտումներով ու արդյունքները պետք է չեղարկվեն։ Աշխարհի ամենախայտառակ, ամենաբարոյական կողմից անբարոյական կազմակերպված ընտրությունները եւ մեր ժողովուրդը կարելի ասել հերթական անգամ ինձ թվում է դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն։ Միասնության թևերկուսակցությունը դիմել է նաև վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի 3 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդում ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Դատարանը բողոքը արդեն վարույթ է ընդունել։ Թե այս, թե այն բողոքները, որոնք քաղաքական ուժերը պատրաստվում են սահմանադրական դատարան ներկայացնել, պետք է քննվեն արագացված կարգով։ Սահմանադրական դատարանի դեպքում օրենքով նախատեսված է 15-օրյա ժամկետ։ Այս որոշումից կախված կլինի նոր խորհրդարանը կձևավորվի ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն բաշխած մանդատների, թե փոփոխություններ կլինեն։ Եթե սահմանադրական դատարանը որոշի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, ապա քաղաքացիական պայմանագիրը կստանա 64 մանդատ, ուժեղ Հայաստանը 29, իսկ Հայաստան դաշինքը 12։ Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Մյուս որոշումը, որը սահմանադրական դատարանը կարող է ընդունել, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելն է։ Այդ դեպքում ՍԴ-ն զուգահեռ կամ անվավեր է ճանաչում նաև ընտրությունների արդյունքները, կամ սահմանում է մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակում է ընտրությունների երկրորդ փուլ։ Եթե սահմանադրական դատարանը որոշի չբավարարել ընդդիմադիրների բողոքները, նրանք կվերցնեն մանդատները, թե ոչ։ Եթե սահմանադրական դատարանը որոշի չբավարարել ընդդիմադիրների բողոքները, նրանք կվերցնեն մանդատները, թե ոչ։ Իրենք եւ իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Քանի որ եթե մանդատները ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարել ազգային ժողովում կամ իրենք կօգնեն կանցնեն այնպիսի ուժեր, ինչպիսին ասենք Արամ Սարգսյանը կամ ովքեր կապահովեն իրենց թե սահմանադրական մեծամասնություն, թե ցանկացած քվեարկություն, դրա համար մի կողմում այս խնդիրն է, երկրորդ կողմում իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է։ Սամվել Կարապետյանն ասում է, այդ հարցով խորհրդարան անցած ուժերը պետք է քննարկումներ անցկացնեն։ Չի բացառում նաև փողոցային պայքար սկսելը։ Շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք։
Ընդդիմադիր մեծ ուժերին իշխանությունները մեղադրում են ընտրակաշառքով ձայներ ստանալու մեջ։ Ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարում էր, թե նրանք ձայների 100%-ն էլ ստացել են ընտրակաշառքով։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Այս օրերին բազմիցս հնչեց հարցը, եթե ընդդիմությանը քաղաքացիական պայմանագիրը ոչ լեգիտիմ է համարում, ինչու սահմանադրական դատարան չի դիմում նոր ընտրություններ անցկացնելու հարցով։ Թերևս հենց այդ հարցից խուսափելու համար էլ Փաշինյանը փոխել է հռետորաբանությունը։ Հիմա արդեն ասում է, որ ընդդիմությունն իր ձայների 70%-ն է ընտրակաշառքով ստացել։ 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով։ Իշխանությունները ընտրություններից հետո հապշտապ օրենսդրական նոր նախաձեռնություններ են մշակում։ Ցանկանում են խստացնել ընտրակաշառքի համար նախատեսված քրեական պատիժը, իրավական հիմքեր ստեղծել ընտրակաշառքի գործերով անցնող կուսակցություններին հաջորդ ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու համար, ինչպես նաև քվեարկության մասնակցության համար սահմանել ընտրությանը նախորդած տարվա ընթացքում 6 ամսով Հայաստանում բնակվելու պարտադիր պահանջ։ Ինչու է քաղաքացիական պայմանագիրը շտապում հիմա նման փոփոխություններ անել, արտահերթ ընտրություններ են նախատեսում։ Իհարկե ոչ, մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել։ Ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետև դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաև խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք։ Այս է պատճառը, որ պարզապես այն ինչ որ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդիկ, այսինքն իրենց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում։ Լրագրողները նկատում են քաղաքացիական պայմանագիրը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն կարող էր ունենալ, քանի որ իր ձգտած սահմանադրական մեծամասնությունը չի ստացել, իսկ առանց դրա չի կարողանալու նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշում ընդունել ազգային ժողովում։ Դիտարկմանը Փաշինյանը չի արձագանքում։